Բարի օր բոլորին, իմ անունն է Ալեքսանդր է, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանակ եք գտել միացել եք մեր առցանց հանդիպմանը, ես ներկայացնում եմ Կիբերհաբ նախաձեռնությունը, որը նպատակ ունի խթանել երեխաների, դեռահասների առավել ապահով առցանց միջավայրում գտնվելու իրավունքի իրացման, այսպես ասեմ, Այսօրվա մեր հանդիպումը հիմնական երկու մասից է բաղկացած։ Առաջին հատվածում Սամվել Մարտիրոսյանը, թվային անվտանգության մասնագետը, մեր կներկայացնի մի քանի կարևոր հարցեր երեխաներին սպառնացող վտանգների վերաբերյալ, որից հետո մենք ձեզ կներկայացնենք կիբերչատ հարթակը, որը նախատեսված է արագ արձագանքման 24/7 հասանելիության երեխաների խնդիրներին արձագանքելու համար, բայց այդ մասին շատ չեմ խոսի։ Մենք այս նախագիծը իրականացնում ենք UNICEF-ի հետ համատեղ եւ կուզենամ մեկ-երկու կարևոր դերակատարների խոսքը փոխանցել, նաև կզնակ հիմնադրամի հետ ենք մենք համագործակցում ու իրենց աջակցությամբ կարողացանք կազմակերպել այս հանդիպումը։ Մինչև բուն հատվածին եւ տեխնիկական նկարագրություններին հասնելը ես երևի խոսքը փոխանցեմ Վիկտորիա Օհանյանին, ով UNICEF-ի ներկայացուցիչն է եւ ողջույնի խոսքով կկիսվի ձեզ հետ։ Վիկտորիա։ Շատ շնորհակալություն Ալեքսանդր ջան, բարև ձեզ հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում, տեխնիկական խնդիր ունեցա եւ իմ հիմնական account-ով չեմ կարողam լսել Ալեքսանդրին եւ ենթադրում եմ դուք էլ ինձ չեք լսի, բայց հիմա կարծես կարգավորվել է այդ հարցը, թույլ տվեք UNICEF-ի կողմից ողջունեմ բոլոր մասնակիցներին եւ հայտնեմ իմ իսկապես մեծ ուրախությունը եւ մեծ շնորհակալությունը Cyber Hub-ի ամբողջ թիմին, մեծ շնորհակալություն նաև կզնակին, ինչու, որովհետև նման նախաձեռնությունը իսկապես աննախադեպ է, ինչ առումով։ Մենք շատ երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչ եւ ինչպես կարելի է անել, որպեսզի երեխաները ավելի պաշտպանված լինեն առցանց միջավայրում եւ շատերդ նաև գիտեք, որ հետազոտությունները թե ներքին եւ թե միջազգային մակարդակում արված փաստում են, որ երեխաները ոչ միշտ են մեծահասակներին դիմում ծնողներին եւ ուսուցիչներին ոչ միշտ են դիմում եւ իրենց հարցերը շատ հաճախ փորձում են նույն համացանցում կամ փորձում են լուծել իրենց հասակակիցներին հարցնելով եւ հրամայականը ունենալ մի միջոց, հարթակ, օղակ, որտեղ երեխաները կկարողանային վստահաբար դիմել նույնիսկ այն դեպքում, եթե իրենց շատ հարմար չեն զգում իրենց մտահոգությունները կիսել ծնողների կամ ուսուցիչների կամ որևէ այլ մեծահասակների հետ, այդ անհրաժեշտությունը օր առաջ գիտակցվում էր եւ Cyber Hub-ի շնորհիվ մեր համագործակցության արդյունքում եւ իհարկե Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ մեզ հաջողվեց իսկապես այդ հարթակը ձևավորել, ստեղծել։ Եվ սա իհարկե միայն առաջին քայլն է, որովհետև եթե մենք չունենանք բավականին լայն իրազեկվածություն այս հարթակի մասին, չունենանք նաև արդեն հաջողված պատմություններ, որտեղ երեխաները կամ նրանց ծնողները կամ ուսուցիչները հարթակի միջոցով կարողացել են ստանալ իրենց հարցերի պատասխանները եւ գտնել լուծումներ, մենք չենք ունենա այն նպատակին հասնելու process-ը, որի համար այս ամեն ինչը ձևավորվում էր, բայց ես կարծում եմ, որ հարթակի գոյության երևի մի քիչ ավելի քիչ քան 1 ամիսը, չէ, Ալեքսանդր ջան, եթե չեմ սխալվում, թույլ է տալիս մեզ արդեն լիահույս լինել, որ շնորհիվ նրա, որ այս համագործակցությունը մի կողմից UNICEF-ի, որը ունի իր համապատասխան համարումը մեր երեխաների համար եւ մյուս կողմից Cyber Hub-ի, որի փորձագետները նույնպես ունեն իրենց համարումը ոլորտի հետ որևէ առնչություն ունեցած կամ չունեցած, երիտասարդ եւ տարիքով մարդկանց համար, մենք լիահույս ենք, որ այդ վստահությունը լինելու է եւ երեխաները եւ մեծահասակները դիմելու են երեխաների առցանց անվտանգության հետ կապված հարցերով։ Շատ ուրախ ենք, որ կզնակը այս նախաձեռնությամբ
Cyber Hub-ի հետ միասին հանդես եկան այսօրվա այս միջոցառման, որովհետև շատ մեծ է այստեղ մեր ուսուցիչների դերը, այն առումով, որ առաջին հերթին ուսուցիչներն են այն ինֆորմացիան տարածողները, նաև վստահություն ներշնչողները, նաև իրենց խոսքը ասողները, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին հասանելիություն ունենալ այդ ինֆորմացիային, հա։ Երեխաները իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են դպրոցում եւ որտեղից էլ պետք է տեղեկություն ստանան, հա, եթե համացանցը մի կողմ ենք թողնում, որտեղից էլ պետք է տեղեկություն ստանան ինչ-որ բաների մասին, որոնք կարող են շատ մեծ նշանակություն ունենալ իրենց համար։ Ես այստեղ երևի կանգ առնեմ, որպեսզի կարևոր քննարկումների ժամանակ չխլեմ, եւ իմ գործընկերները վստահաբար կներկայացնեն արդեն հարթակը իր բոլոր մանրամասներով եւ աջակցության ներկա եւ ապագա հնարավորություններով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Վիկտորիա ջան, ձեր նշածից ես վերհիշեցի, որ մենք օգոստոսի 26-ին ենք հարթակը մեկնարկել ու այսօր մեր միամսյակն են։ Այնպես որ այս մի ամսվա կապակցությամբ մենք նաև հնարավորություն կունենանք շատ նախնական նաև վիճակագրությամբ կիսվել մեր մանկավարժ գործընկերների հետ, որովհետեւ իրենք եւս պատկերացնեն, թե ինչ վիճակ է տիրում Հայաստանում թվային անվտանգության հետ կապված հարցերով։ Ուղղակի նաև նշեմ, որ սա մեր առաջին հանդիպումն է եւ մենք սեպտեմբերի 29-ին նույն ժամին եւս մեկ հանդիպում ենք ունենալու Արթուր Պապյանի հետ կիբերբուլինգի թեմայով եւ եւս մեկ հանդիպում Գևորգ Հայրապետյանի հետ հոկտեմբերի 7-ին նույն ժամին արդեն անձնական տվյալների պաշտպանության թեմայով։ Բայց կրկին չհաշարելով ուզում եմ խոսքը փոխանցել Լիլիթ Մկրտչյանին Կզնակ հիմնադրամից։ Շնորհակալ եմ Ալեքսանդր ջան, բարև ձեզ գործընկերներ ջան, սիրով ողջունում եմ յուրաքանչյուրի մեր գործընկերներին, գործընկեր կառույցներին, մեզ այս պահին 213 հոգի կնդրում է բոլոր ունկնդիրներին եւ կարծես թե այս թիվը գնալով աճում է ու շատանում է։ Շատ ուրախ եմ նախաձեռնության համար, Կզնակը ինչպես միշտ իր պատրաստակամություն է հայտնում աջակցելու, օգնելու յուրաքանչյուր լավ գործ պետք է ունենա միջավայր ու հնարավորություն ու պիտի ասեմ, որ սա նաև խորհրդանշական է, որովհետև եւ թեմայով վերապատրաստում այս թեմայով եւ վեբինարը եւ առհասարակ այսօր, որովհետև գիտեք, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը այս ուսումնական տարին հայտարարել է ապահով եւ անվտանգ կրթական միջավայրի տարի եւ հենց այսօր Հանրապետության 46 մենթոր դպրոցներում այս վերտառությամբ տեղի ունենում նաև աշխատաժողով արկա ձևաչափով, ունենք շուրջ 600-ից ավել ելույթներ, ես ինքս էլ հենց հիմա նոր Հաչնի ավագ դպրոցից եմ ձեզ ողջունում, որտեղ ուսուցիչները հավաքվել են ու նման թեմաների շուրջ են խոսում եւ գալիս է ահա այս ելույթներին լրացնելու, հավելելու նաև պարոն Մարտիրոսյանի վեբինարը այսօրվա եւ Ալեքսանդրի ներկայացրած ահա այս հարթակը, որտեղ որ աշակերտներն ու ուսուցիչները անմիջապես կարող են օգտագործել, այնպես որ շատ ակտիվ կրթական գործընթաց է կատարվում եւ հույս ունեմ, որ այն նաեւ ազդեցություն կունենա որակի փոփոխության վրա։ Նաեւ ուզում եմ նշել, որ գիտեք, որ այս տարի Եվրոպայի խորհուրդը հայտարարել է թվային քաղաքացիական կրթության տարի, որովհետեւ մենք ինքներս կարծես թե ապրում ենք մի նոր աշխարհում, որտեղ ապրելու եւ սովորելու եւ հաղորդակցվելու կանոններն են փոխվել, այլևս այն աշխարհը չի, որտեղ որ մենք ապրում էինք 5 տարի, 10 տարի, անգամ 2 տարի առաջ եւ մենք պիտի ունենանք բավարար իմացություն, հմտություն, արժեհամակարգ ժամանակակից աշխարհում ապրելու համար։ Իսկ ահա մեզ օգնելու գալիս են մեր գործընկերները, մասնագետները եւ հենց այսօրվա վեբինարը եւս սրա մասին է։ Դե շնորհավորում եմ, մեզ հաջողություն է մաղթում, արդյունավետ աշխատանքային ընթացք է մաղթում, փոխանցեմ հարթակը ձեզ Ալեքսանդր ջան, համեցեք։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան, ես մի երկու տեխնիկական նկատառում անեմ, հա, սկզբում Սամվելը կներկայացնի այն ինչի մասին, որ մենք պլանավորել էինք, որ պետք է զրուցենք ձեզ հետ, այնուհետև դուք նաև ընթացքում հնարավորություն ունեք գրելու ձեր հարցերը, բայց հարցոպատասխանի փուլ ենք ունենալու, մենք ընտրողաբար նաև ինչ-որ առումով կընթերցենք որոշ հարցեր, որոնք գրվել են չաթում, բայց նաև վերջում հարցոպատասխանի բում փուլում, եթե դուք բարձրացնեք ձեռքը, մենք հնարավորություն կտանք, որպեսզի դուք վիդեոյով եւ ցայնով միանաք մեր
վեբինարին, այսպես ասված, եւ կարողանաք ձեր հարցը ինքներդ բարձրացնել։ Կարծում եմ այսքանով կարելի է սահմանափակել մեր ներածական հատվածը եւ խոսքը փոխանցեմ Սամվել Մարտիրոսյանին։ Բարև ձեզ, Ժորժ ջան, Լիլիթ ջան, շատ ուրախ եմ շուտ վանից չենք տեսնվել, Վիկտորիա ջան, մերսի մեզ օգնելու համար։ Ես հիմա փորձեմ խոսել, իհարկե այս վեբինարները շատ բարդ են, որովհետև չես տեսնում, ում հետ ես խոսում, աչքերը մարդկանց չես տեսնում, բայց փորձեմ պատկերացնել։ Ես փորձեմ տենց կետերով գնալ եւ ինչպես Ալեքսը ասեց, դուք հարցերը գրեք, հետո կամ տենց այլ փորձենք շփվելով անել ու հասկանանք, թե ինչ է կատարվում ընդհանրապես թվային տիրույթում։ Բնականաբար ինչ-որ բաներ բոլորդ էլ գիտեք, բայց ես ուզում եմ ոնց որ համակարգված մի քիչ խոսել։ Առաջինը ընդհանուր ես ուզում եմ ոնց որ լանդշաֆտը պատկերացնենք, այսինքն ինչ է այս պահին կատարվում թվային վտանգների տեսանկյունից եւ այսինքն որոնք են հիմնական սպառնալիքները, ինչա փոխվում, ինչ սպասել մոտավորապես մոտակա ժամանակներին։ Փոխվում է իհարկե շատ բան, սկսած նրանից, որ գնալով ավելի շատ մարդ է ինտերնետից օգտվում, իսկ պատճառով ուղղակի զուտ թվի տեսանկյունից շատանում են թիրախները, ինչը նաև ընդհանրապես Հայաստանը հետաքրքիր է դարձնում հարցակվողների համար, որովհետև մենք արդեն քիչ չենք, որ ասում ենք, չնայած մեզ հայ են ասում, ինտերնետում համարյա 3 միլիոն մարդ է Հայաստանից, եւ բացի դրանից Հայաստանի տնտեսական ցուցանիշները հակերային թիմերը ուսումնասիրում են նման բաները ու բանկային on-line shopping-ից օգտվողների քանակը, այն որ երեխաներին արդեն բանկերը քարտեր են բանկային տրամադրում եւ այլն, այդ ամեն ինչը շատ լավ ուսումնասիրվում է զեղծարարների կողմից ու բնականաբար Հայաստանը դառնում է շատ ավելի հետաքրքիր թիրախ, քան մենք կայինք օրինակ 10 տարի առաջ։ Հատկապես COVID-ից հետո, երբ որ շատերս դրդվեցինք դեպի ինտերնետ, նույնիսկ չուզենալով, դա ավելացրեց ռիսկերը։ Մյուս մեծ, այսպես ձեռքբերումը բացասական ռիսկերի աճի տեսանկյունից եղավ 22 թվին, երբ որ ռելոկանտները Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելարուսից այստեղ եկան, իրենք ոնց որ հետները բերեցին պոչով այն զեղծարարներին, այստեղ սխալ չհասկացվեմ, նայած չէր, որ իրանք էին զեղծարարներ, ուղղակի իրենք իրենց հետևից բերեցին նրանց, ով իրենց թիրախավորում էր, որոնք նաև բացահայտեցին, որ վատ երկիր չի Հայաստանը, հենց բուն տեղի բնակիչներին էլ կարելի է թիրախավորել եւ ինքներդ եք տեսնում, որ 22-23 թվականից հետո թվային զեղծարարությունների թիվը այսպես անմարդկային ձևով աճել է։ Ես խոսում եմ իհարկե շատ ընդհանուր պատկերը, որպեսզի ներկայացնեմ, բարձր է, որ կան այսպես միշտ եղած խնդիրներ, օրինակ ադրբեջանական հակերները, որոնք ուղղակի թիրախավորում են հայաստանցիներին ու հայերին ամբողջ աշխարհով մեկ զուտ ազգային պատկանելիության պատճառով, բայց իմիջիայլոց այստեղ պետք է նշեմ, որ վերջին տարիներին իրենք համեմատած պասիվացել պատերազմից հետո։ Եթե մենք խոսենք ընդհանուր, այսինքն անկախ նրանից երեխա թե մեծահասակ է, իրավիճակը այնպիսին է, որ մենք ունենք ընդհանուր աճ թվային խնդիրներով, այդ աճը լինելու է անընդհատ։ Այսինքն մենք պետք է ֆիքսենք ու գիտակցենք, որ մենք ապրում ենք աշխարհում, որտեղ թվային հարձակումները, թվային զեղծարարությունները, խնդիրները միայն աճելու են, այսինքն մենք
ավելի ու ավելի ագրեսիվ միջավայրում ենք ապրելու, համ հարձակվողներն են շատանում, համ էլ ուղղությունները, այսինքն վեկտորները հարձակումները, այսինքն եթե այսօր դա դեռ օրինակ համակարգիչն ու հեռախոսը, առջև այսօրը դա կարող է ձեր տան սառնարանի հետ խնդիրներ լինեն կամ փոշեկոլի, բայց այդ ասած 2 տարուց վեբինարի ժամանակ կքննարկենք, դեռ որ տենց շատ չխորանանք։ Մյուս մտահոգիչ երևույթը այն է, որ օրինակ դեռ 7-10 տարի առաջ ներքին կիբեր հարձակումներ մենք գրեթե չունենք։ Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ թվային տիրույթում բազմաթիվ անպատասխանատու անձնավորություններ իրականացնում են տարբեր տիպի շատ հարձակումներ հենց մեր քաղաքացիների, նաև երեխաների դեմ։ Սա նույնպես շատ մտահոգիչ է, որովհետև որքան որ արձակվողը երսից է, այդքան ինքը ավելի լավ գիտի միջավայրը, ավելի լավ գիտի ենթատեքստերը եւ այլն, ու զոհը ավելի վատ վիճակում են գտնվում, որտեղ իրան ավելի նուրբ են փորձում խաբել եւ այլն։ Սա այնպես որ ընդհանուր սպառնալիքների, այսպես եթե լայն միջավայրի մասին խոսենք, Ալեքս ջան, երևի սլայդը փոխենք։ Ինձ թվում է։ Լավ, կարևոր չի, սլայդը զուտ մեկը բան է, պատի թերթի բնույթ է կրում, այնտեղ ես շարունակեմ խոսել։ Հիմա եկեք կոնկրետ գնանք հենց երեխաների դեռահասների դեպքերը դիտարկենք, որովհետև պարզ է, որ կան ինչ-որ բաներ, որ բոլորին են թիրախարում, որտեղ չգիտեն էլ ով է դիմացը, կան դեպքեր, երբ որ մեծահասակներին են թիրախավորում, հենց տարիքով մարդկանց, օրինակ գիտեք այդ տարածված ձևը, որ զանգում են քաղաքային հեռախոսին, ու հենց հատուկ քաղաքային հեռախոսին են զանգում, որ մեծ լինի հավանականությունը, որ տատիկը, պապիկը վերցնեն տան, ու այն որ ինչ-որ հիստերիկ լացեր, իբր թորնիկն է զանգել, տենց ինչ-որ ծանր վիճակ է եւ այլն։ Ու օրինակ սա որպես օրինակ, երբ որ թիրախավորում է կոնկրետ տարիքային խումբ։ Նույնը կան դեպքեր, երբ որ հենց երեխաներին է վերաբերում, ու այստեղ փորձենք ոնց որ զատել դեպքերը, որոնք դրսից են, որոնք ներսից են, որոնք հենց տնից են, ու ճակերտներով տնից։ Դրսից հարձակումները երեխաների դեմ մի քանի այդպես եթե խոշոր դեպքեր անենք, այստեղ մենք պետք է առաջինը հասկանանք, որ ֆինանսական բնույթի հարձակումները երեխեքի դեմ ուրիշ են, քան մեծահասակների, որտեղ մեծահասակի դեպքում իրենք շատ հստակ գիտեն, որ այնտեղ բանկային քարտ կա, այնտեղ գումարներ կան, բան, երեխաների դեպքում իրենք միջնորդավորված են փորձում գումարը տանել։ Օրինակ, հիմա ամենատարածված ձևերից մեկը դա iPhone-ների հափշտակումն է, այսինքն երեխային ներգրավում են ինչ-որ on-line խաղերի, ինչ-որ չաթերի մեջ, ու տարբեր ձևերը այնց անդադ թարմացվում, մշակվում են, երկու բան են համոզում, կամ համոզում են, որ երեխան իր հեռախոսի վրա ուրիշի iCloud-ով login լինի, ով iPhone չի կրում, ուղղակի բացատրեմ, iCloud-ը դա iPhone-ի հենց հեռախոսի կառավարման ոնց որ օգտահաշիվն է։ Այսինքն ուրիշի օգտահաշվով են մտնում հեռախոսի մեջ, կամ համոզում են, որ երեխան իր iCloud-ի տվյալները տա այդ երրորդ անձին։ Այնտեղ շատ լացակումած պատմություններ են լինում, որ պետք է օգնի, այսինքն շահագործվում է երեխայի շատ ներքին դրական հատկանիշներ։ Եվ երբ որ ուրիշի ձեռքում հայտնվում է iCloud-ը երեխայի կամ իր iCloud-ը անձագործի հայտնվում է երեխայի հեռախոսի վրա, ինքը միացնում է ռեժիմը, որ իբր հեռախոսը գողացված է, ու հեռախոսը արգելափակում է, այսինքն վերածում է քարի կտորի։ Ու հետո արդեն գումար են պահանջում հեռախոսը վերադարձնելու համար։
ու ընդ որում սա վատ դեպք է, որովհետև դեռ որ մեզ չի հաջողվել օրինակ փրկել հեռախոսը, որովհետև Apple-ի սպասարկումը շատ դանդաղ ու հիմնական դանդաղ էլ չի, ուղղակի չկա։ Այսինքն դու գրում ես, դիմում ես, ոչ մի պատասխան չի գալիս, ու հեռախոսը կամ պետք է թափես, կամ վերադարձնելու միակ տարբերակը դա գումարը վճարելն է։ Այն էլ տեղ էլ երաշխիք չունես, որ հեռախոսը կվերադարձնեն, կարող է տենց ինչ որ պսիխոպաթի ես հանդիպել, որը տենց նույնիսկ հաճույք է ստանում վնաս տալով։ Մյուս տարբերակները դա տարբեր տիպի հակերային բնույթի արձակումներն են, երբ որ երեխաների հաշիվները, օգտահաշիվները գողացվում են, ու այստեղ նույնպես ակտիվ կան ադրբեջանցիք, որոնց համար ուղղակի վնաս տալն է այդպես կյանքի նպատակ։ Այստեղ կան տեղացիք ու հայեր Սփյուռքից, որոնք գումար են ուզում։ Այսինքն կոտրում են օգտահաշիվը, մտնում են նամակները մեջ, այսպես լավ զննում են նամակները երեխայի, տեսնում են ինչ-որ բաներ, որը երեխան չէր ուզենա, որ երևա, բնականաբար ինչպես հասկանում եք, ինչքան տարիքով մեծ է, այդքան շանսերը, որ մեջ այնպես բաներ կլինեն, որ իրանք չէին ուզենա, որ դպրոցում իմանան, ծնողները իմանան, մեծ են, ու հետո գումար են ուզում, որպեսզի չհրապարակեն օգտահաշիվը հետ։ Ընդ որում երեքա երեխան մի անգամ վճարի, կարող է տենց դնեն հաշվիչի վրա ու անդադ գումար ուզում։ Այստեղ իհարկե շատ տարբեր տիպի է լինում, լինում է, որ այս շանտաժը արվում է օրինակ երկրորդ հաշիվ են բացում, այսինքն ոչ կոտրում են, ուղղակի երեխայի նկարները ներբեռնում են, արհեստական բանականությունով կամ Photoshop-ով տենց շուտ պորնոգրաֆիկ նկարներ են սարքում ու սկսում են տարածել եւ գումար ուզել դա ջնջելու համար։ Այստեղ շատ բազմազան է ցավոք սրտի երեխեքի ճնշման երեխեքի վրա ներազդեցության տարբերակները, որովհետեւ կան նրանք, որոնք ուղղակի փող են աշխատում դրանով։ Կան շատ գաղափարական նաև տարբերակներ, օրինակ Telegram-ում տենց մի շարք խմբեր կան, որոնք արդեն տարիներով են աշխատում, երևի մի 7-8 տարի է հեչի պես կա, որտեղ ման են գալիս ինչ որ երեխեքի նկարներ ենթադրենք Սևանում լողազգեստով նկարվել են, ու տենց տեղադրում են, ինչ-որ սարսափելի բաներ են գրում, զուտ, որովհետև իրենք համարում են, որ ազգի բարոյական կերպարն են դրանով բարձրացնում, ու այդ երեխեքին գցում են շատ ծանր իրավիճակի մեջ, ու կան նմանատիպ խմբեր, որոնք փող են ուզում դա ջնջելու համար, կամ նախորոք են գրում, ասում են փող տուր, որ չհրապարակեն, կան, որոնք գաղափարախոսականն են, տենց հայ թալիբներ են, որոնք համարում են, որ տենց երեխեքը լողազգեստով նկարվելով ինչ ասեմ, ինչ-որ իրանց անձնական շարիաթը խախտել են, ու երեխեքան որ ահավոր ծանր են այդ ամեն ինչը տանում, ընդ որում դրա դեմն առնել չի լինում, ցավոք սրտի կան հարթակներ, որոնք շատ անպատասխանատու են, ամենաանպատասխանատու հարթակը դա Telegram-ն է, որտեղ գրեթե անհույս է ինչ-որ բան հեռացնել։ Հիմա իրանք այս 2 ամիսա հայտնել են, որ ավելի լուրջ են սկսել վերաբերվել մոդերացիային, բայց դեռ որ մենք դրա հետևանքները առանձնապես չենք տեսնում, առավել ևս, որ սրանք բան են անում։ Ձևը լավ գտել են, դարձնում են խումբը փակ այդ պահին, իսկ մոդերատորները փակ խմբերը ընդհանրապես ոչ էլ դիտարկում են։ Ու այստեղ իհարկե ինչ որ լուծում մենք փորձում ենք գտնել, բայց դեռ որ նորմալ բանի չենք եկել, որովհետև լուծումը ամեն դեպքում պետք է լինի հարթակի հետ համագործակցություն, հա։ Օրինակ Meta-ի հետ մեզ մոտ ինչ որ հարաբերություններ
հաջողվել է ստեղծել, նենց չէ, որ ամեն վարքյան կարող են գրել ինչ-որ բան անել, բայց ինչ-որ լուրջ դեպքերը ու շատ դեպքերում պետք չի էլ իրենց համոզել, իրենց մոդերատորները քիչ թե շատ պրոակտիվ ոչնչացնում են։ Տելեգրամը ուղղակի դժոխային տենց տիրույթ է այս տեսանկյունից։ Մի քիչ ավելի լավ, բայց էլի վատը դա TikTok-ն է։ Այստեղ նույնպես մոդերացիան շատ վատ է արվում ու ջնջել տենց նյութերը շատ գրեթե անհույս է։ Հենց հիմա տենց մի քանի երեխայի հետ տենց փորձում ենք ինչ-որ բաներ անել։ Ու երեխեքն շատ ծանր վիճակում են, այդ օրեր է տևում, շաբաթներ, ինչ-որ ավտոմատացված պատասխաններ են տալիս, իսկ այս չարամիտ անձիկ, որոնք այդ ամեն ինչով զբաղվում են, շատ լավ զգում են, որ իրանք անպատասխանատու են, այսինքն այստեղ անպատասխանատվությունը հանդիսանում է դրդող այս հարցակումների թիվը աճեցնող ամենակարևոր հանգամանքներից մեկը։ Մյուս բանը այն է, որ մենք ունենք ուղղակի այդ կիբերբուլինգ, որի մասին Արթուրը մի քանի օրից խոսելու է, երբ որ երեխեքը իրանք իրար դեմ են անում, երեխեքը գիտեք, կարող են լինել շատ դաժան ու շատ դեպքերում նույնիսկ իրանք չեն պատկերացնում ինչ են անում, այդ պատճառով էլ փոքր են, դեռ լավ չեն գիտակցում, չեն զգում ինչ վնաս են հասցնում իրանց կողքի իրանց ընկերներին ու դպրոցներում բաներում դա շատ տարածված երևույթ է։ Ուղղակի կիբերբուլինգը հասարակ բուլինգից այդ բառը կներեք էլի, տենց նորմալ տենց էլ տարբեր թարգմանություններ կան, բայց մենք ինչ-որ ընդհանուր բանի տերմինաբանական ինչ-որ բանի վերտապանք, որ ասում են հալածում, հետապնդում, հա։ Այստեղ խնդիրը նայում է, որ շատ ավելի հեշտ է այստեղ թիրախավորել երեխուն ինտերնետում, շատ ավելի անպատասխանատու եւ ուսուցչի տեսանկյունից խնդրեմը նրանում է, որ եթե ինքը այդ բուլինգային հետապնդման տարերը, եթե իրանք ֆիզիկապես իրական են անդրադառնում, ինքը աչքով կարող է նկատել եւ դնարնել կիբերտիրույթում կարող է ամիսներ տևի, ոչ մի բան չերևա, այսպես ասած, ու ուսուցիչների աչքից վրիպի մաքսիմում ինչը իրանք կարող են նկատել, որ երեխայի տրամադրությունն է անկել եւ այլն, իսկ քանի որ այդ հետապնդումները կիբերտիրույթում կարող են լինել նաեւ ինչ-որ սեռական բնույթի նյութերով եւ այլն, ու շատ երեխեք քաշվում են, ամաչում են, բախնում են դրանից խոսալ, դրա համար համ դասատունի, համ ծնողների համար շատ կտրուկ բարդանում է բացահայտումը նման դեպքերի, որտեղ երեխեքը մաքսիմալ փորձում են դրանք թաքցնել։ Ու կարող է շատ արդեն դանակը ոսկորեն հասած պահին նոր ինչ-որ պարզ լինի, չնայած որ կարող է այնտեղ իրականում լուրջ բանել չլինի, այսինքն երեխան ինքն իր մեջ տապակվելով իր դարդերի մեջ սկան բանի հասնի, ծանր վիճակի, չնայած եթե ինչ-որ մեկ հետ կիսվեր, շատ հեշտ տակից դուրս գար։ Այստեղ իհարկե դեպքերը շատ կարելի է մանրացնել եւ այլն, կան իհարկե շատ ծանր դեպքեր, որոնք մեր հասարակությունում ոչ էլ բարձրաձայնվում են, ու մենք ռեալ պատկերը լավ էլ չենք պատկերացնում, բայց դա մանկապիղծներն են, որոնք երեխեքին թիրախավորում են, ընդ որում դուք հասկանում եք, որ դրանք պարտադիր չի, որ լինեն Հայաստանից կամ հայեր, դրանք կարող են լինել որտեղից որ ասես, ու այստեղ իհարկե շատ դժվար բացահայտվող երևույթ է ու հատկապես հաշվի առնելով, որ երեխան էլ առավել եւս դրա մասին կարող է փակվի ու ոչ մի ձևով չկարողանա հաղորդակցվել մեծահասակների հետ։ Եվ ընդհանուր առմամբ, եթե մենք հիմա դիտարկենք այս իրավիճակը, կարող ենք ասել, որ երեխաների
դեմ ոտնձգությունները այսօր շատ տարբեր կողմերից են գալիս, հա, որովհետև մենք սովորաբար պատկերացնում ենք սոցցանցերը եւ սոցցանցերի մեջ էլ մեծահասակները տենց պատկերացնում են Facebook-ը միգուցե կամ Instagram-ը, բայց այստեղ արդեն գալիս է հենց խնդիրը, որ մենք շատ քիչ գիտենք, հա, ուզում ես Ալեքս հաջորդ սլայդը դիր, տենց գնանք առաջ։ Տեսեք, այս ամեն ինչի դեմ պայքարի մի քանի կարևոր հանգամանք կա։ Առաջինը այն է, որ մենք լավ չենք պատկերացնում ընդհանուր առմամբ ինչ է կատարվում։ Ընդհանրապես կիբեր հանցագործությունների տիրույթում մեծահասակների նույնիսկ կա լրջագույն խնդիր, այն է, որ այդ խնդիրը չի երևում։ Օրինակ արևմտյան երկրների այտենց միջինացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ 100 կիբեր հանցագործության զոհից մենակ մեկն է դիմում իրավապահ մարմիններին։ Մեզ մոտ ենթադրում եմ, որ երևի 1000-ից մեկն է դիմում, որովհետև երբ որ նայում ես օրինակ քննչականի ոստիկանության հրապարակված վիճակագրությունների, թե քանի է կիբեր հանցագործություն ա եղել եւ այլն, տեսնում ես, որ թիվը շատ փոքր է, այսինքն այն թիվը, որը հրապարակվում է ոստիկանություն, այդ ոստիկանության խնդիրը չի, ուղղակի մարդիկ չեն հասնում այնտեղ։ Մենք ստանում ենք մի քանի օրվա մեջ այդքան դիմում, հա, որ մոտավորապես պատկերացնեք, այն էլ այս չի, որ մեզ բոլորը գերում են։ Այսինքն առաջին խնդրեմը այն է, որ մենք չգիտենք խնդրեմի լայնությունը, մեծությունը, քանակը, որակը, մենք ունենք կծկտուր պատկերներ։ Ու դա մենակ մեր մոտ չէ, խնդիրը ամբողջ աշխարհում այդ վիճակագրական, ուսումնասիրական հարցը կա, ուղղակի մեզ մոտ ինքը ավելի բարդ է։ Այդտեղ տենց թիրախային սոցիոլոգիական ուսումնասիրություններ անընդհատ բարբերական չեն արվում եւ այլն, մենք դինամիկան էլ չգիտենք եւ։ Երկրորդը, երբ որ արդեն մենք գալիս ենք մանկավարժական, ծնողական հարցերին, այստեղ առաջանում են մի քանի ուրիշ պրոբլեմ, դա այն է, որ երեխեքը շատ դեպքերում չեն կիսվում այս խնդիրներով ծնողների ու մանկավարժների ուսուցիչների հետ։ Էլի այստեղ օբյեկտիվ պատճառներ կան, ինչպես ասացի, օրինակ շատ դեպքերում ամաչում են, որտեղ հարցակումները սեռական բնույթի տարեր ունեն եւ այլն։ Շատ ազդում է սերունդների միջև, այսպես անդունդը, որը գնալով աճում է, որովհետև շատ երեխեք չեն էլ հավատում, որ մեզ դիմելով կկարողանան նույնիսկ բացատրել խնդիրը։ Էլ չասած, որ կկարողանան լուծում ստանալ, մեզ համարում են որպես անդուր հետամանալ դեմքեր, որոնք չեն կարող իրենց խնդիրները լուծել։ Երրորդը խնդրեմը հենց մեր մեջ է, մեծահասակների, որ մենք լավ չենք պատկերացնում ընդհանրապես երեխեքը ուր են, որտեղ են, այսինքն երբ որ մենք օֆլայն աշխարհում ենք, դուք մոտավորապես գիտեիք երեխեքը, որ այս դալանից ենքոմ չեն գնում, то есть եթե գնում են երկար չեն գնում, հեռու չեն գնում, մոտավորապես ինչ որ շարավիղը իրենց ֆիզիկական գործունեության, այն մարդիկ ում հետ իրեն կարող են շփվել, մոտավորապես պատկերացումներ ունենք, պլյուս դուք այվ գիտեիք այն խնդիրները, որոնց այդ երեխեքը կարող են առերեսվել, որովհետև այդ նույն խնդիրները մենք ենք ունեցել փոքր ժամանակ, այսինքն մեծ հաշվով սերունդների միջև տարբերությունը խնդիրների տեսանկյունից շատ չէին տարբերվում։ Այսօր իրականությունը շատ ավելի լուրջ է, որովհետև օրինակ երեխեքը շատ խնդիրների առերեսվում են on-line խաղերից օգտվելով, իսկ մենք ծնողները, ուսուցիչները մեծ մասը նույնիսկ չգիտեն ինչ խաղեր են այս պահին պոպուլար, ինչ տիպի շփում այնտեղ գնում, նույնիսկ լեզունը ժարգոն է, երեխեք լրիվ ուրիշ լեզվով են այնտեղ խոսում, լեզուն նկատի չունեմ, որ ուրիշ անգլերեն կամ կորեերեն, դա էլ ուրիշ հարց է, բայց այսինքն ձևավորվում է ինչ-որ սերունդի ժարգոն, որը նույնիսկ դա անհասանելի է մեզ։ Երկրորդը դա հարթակներն են, այսինքն թե մեծահասակները Facebook-ում են նստած ու մաքսիմում
Instagram-ում շատերին թվում է, որ իրենց երեխեքներ են այդտեղ, երեխեքը շատերը օրինակ Snapchat-ում են, որը ծնողների ուսուցիչների մեծ մասը նույնիսկ անունը կարող է լսած չլինեն, կամ BeReal կա, որտեղ էլի on-line սոցցանցային տենց հարթակա, որտեղ էլի երեխեք կան, մեծ հասակներ այնտեղ ուղղակի չգիտեն էլ դրա մասին, շատ հավանական է կարող է հիմա մի հատ նոր հարթակ հայտնվել, որի մասին ներկաներիցս ոչ ոք չգիտի, բայց այնտեղ մի քանի հազար երեխա կա արդեն։ Եվ հասկանալի պատճառով, եթե դու չգիտես հարթակը, իսկ շատ դեպքերում հարթակները նաև ստեղծում են իրենց համապատասխան խնդիրներ, դրանից էլ կարող պատկերացնել, թե ինչ խնդիր կարող առաջանա, հա, օրինակ Snapchat-ը ունի մեջը կոնկրետ մի հնարավորություն ցույց տալ քո դիրքը քո ընկերներին անընդհատ քարտեզի վրա։ Ու ընդհանրապես դա նենց բան է, որ երեխան նույնիսկ կարող է հանկարծակի միացնի չհասկանալով, երկու հանկարծ կտացնելով եւ այլն, ու այդ արդեն ստեղծում է մի հատ նոր խնդիրների հնարավորություն, որը մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում շատ դեպքերում, հա։ Այնպես որ մյուս հարցը դա հենց այդ է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում երեխաների հետ, իրենք որտեղ են, եւ դա արդեն խնդրի հետ կապված ինչ-որ մի բան է։ Ես հեսա այստեղ արդամ ասածները, բայց մյուս հարցը դա այն է, որ երեխաների թվային ընդհանուր գրագիտության խնդիր ունենք հիմա մենք ինչ-որ ձևափոխման փուլում ենք կրթական տեսանկյունից, որովհետև դասագրքերում ծրագրում արդեն մտել է թվային հիգիենայի տարերը, մտել են ամեն դասարանում ըստ տարիքի ինչ-որ բաներ իրենք արդեն ունեն, ու սա այն հարցն է, որ պետք է գնալով ազդեցություն ունենա, բայց ամեն դեպքում մենք ունենք խնդիր, որպեսզի առաջինը երեխեքին սովորեցնենք թվային գրագիտության են հիմնական տարերին։ B իրականում դա մինչև A կետը, սկզբից մենք պետք է այդ տարերը սովորենք, որպեսզի կարողանանք փոխանցել երեխեքին, որովհետև ամենատարօրինակ բանը այն է, որ մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, երբ որ շատ դեպքերում երեխեք կարող ավելի կրթված լինեն այս հարցերում, քան մեծահասակները, ինչու իմիջիայլոց հենց ստեղծում է նաև այդ անվստահության բաներից մեկը, տարերից մեկը, որ չեն էլ դիմում մեզ, որովհետև համարում են, որ մենք դմբու ենք, չենք հասկանում, իրանք ավելի խելոք են։ Ու երկրորդ բանը, որ պատրանքը այն է, որ կան ծնողներ ուսուցիչներ, որոնք համարում են, որ երեխեքը իսկապես ավելի խելոք են թվային տեսանկյունից ու իրանց պետք չի օգնեն, բայց իրականում երեխեքը ամեն երեխա ինչ-որ մի հարցում կարող է շատ հզոր դեմք լինի, YouTube-ում ալիք ունենա ինչ-որ բաներ պատմի, բայց ընդհանուր առմամբ դա բացարձակ չի նշանակում, որ իրանք թվային գրագետ են մեկ։ Ու երկրորդը շատ կարևոր բան, երեխեքը դեռ սովոր չեն թաց չորից տարբերել, մեծերն էլ իհարկե նես չի, որ շատ են այդ գործի վրա լավ, ամեն տարի մենք դրա մեջ ապացույցներ գտնում ենք ամեն ամիս, բայց ամեն դեպքում երեխեքի մոտ դեռ կյանքի փորձը շատ քիչ է ու իրանք շատ ավելի հեշտ են խափնում։ Դրա համար իրականում կարևորագույն բաներից մեկը այդ թվային գրագիտության տարրերը սովորել ու շատ դեպքերում միասին սովորել, այդ բոլորին է օգտակար։ Ու երկրորդը ամենաբարդ բանն է, դա ստեղծել այնպիսի վստահության միջավայր, որպեսզի երեխան խնդիրների դեպքում դիմի ծնողին, ուսուցչին, ինչ-որ մեկին, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ խնդիրների շատ մեծ տոկոս իրականում խնդիր չեն մեծ հաշվով, եթե երեխան կարողանում է կիսվել այդ հոգեբանական այդ ճնշվածությունից, կախվածությունից դուրս գալ ու շատ խնդիրներ կան, որ իրականում ոնց որ գլխի մեջ է, եթե դու կարողանաս երեխայի հետ խոսել, ցույց տալ, որ այդքան էլ պրոբլեմատիկ չի ու ընդ որում
գերադասելի է, որ այդ խոսակցությունը լինի առաջին քայլերին, որովհետև եթե երեխուն թիրախավորել է ինչ-որ մի հոգեկան խանգարումներով մեկը, այդ մարդիկ շատ խորամանկ են լինում ու լավ մանիպուլյատիվ բնազդային ունենում են և ամեն լրացուցիչ օր այդ երեխուն ավելի ծանր վիճակի մեջ է գցում։ Եթե ինքը հենց առաջին օրը խոսա մեծահասակի հետ, շատ հեշտ ու ազատ կարող է ազատվել։ Մի ամիս հետո կարող է շատ ավելի բարդ լինի ու շատ ավելի ծանր հետևանքներով, այնպես որ այս կարևոր է, որպեսզի այդ երկխոսությունը սերունդների միջև մենք կարողանանք ստեղծել և մենք կարողանանք բան անել, երեխեքին օգնել ու իրանք էլ մեզ օգնել, իրականում իրանք լիքը բան սովորում են ինտերնետում և կարողանում են մեզ կրթել ու այստեղ այս այն տարօրինակ պատմական դեպքն է, երբ որ կարելի է սերունդների միջև փոխ ըմբռնման և փոխ կրթման իրավիճակ ստեղծել ու բոլորս միայն դրանից կշահենք, այնպես որ ես իրականում մի քանի սլայդ առաջ ընկա ու ինչ կար պատմեցի։ Խանգարեմ, Ահա։ հիմնականում հարցեր գրավոր հարցերի հետ կապված շատ նշվում է արհեստական բանականության ազդեցությունը, ինչպես են օգտագործում և այլն։ Ավելի կոնկրետ մի հարց էլ այն մասին է, արդյոք տեսազանգի միջոցով կարող են այնպես անել, որ էկրանին ոչ թե ռեալ մարդը լինի, այլ իր պատկերը, արհեստական բանական գեներացված, այս կոնկրետ հարցն է, բայց առհասարակ հասկանանք արհեստական բանականությունը թվային անվտանգության, երեխեքի, դեռահասների անվտանգության ոնց է ազդում։ Ասեմ, բայց ես կողքից Վանաձորի թիվ 11 դպրոցի Ջորջան առցանց անենք էլի, ես շատ եմ խնդրում, որտեղ եթե սկսենք կազմակերպել Վանաձոր գնամ, կարող է շատ երկար տևի, մի հատ գրվենք ու արագ մի բան կանենք։ Հիմա արհեստական բանականությունը, իրականում արհեստական բանականությունը լրջագույն խնդիր է ու գնալով ավելի է վատանալու իրավիճակը։ Ու այս այն հարցն է, որ շատ դեպքերում նույնիսկ չես կարող պատկերացնել, դե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, դրանք արագափոխվում։ Ինչ վերաբերում է զանգերին, արդյոք կարող է ուրիշ մարդ լինի դեմը, բայց ուրիշի դեմքով, այո, արդեն դա հնարավոր է և կարծում եմ մոտակա 1-2 տարվա մեջ մենք պետք է արդեն տնեցիկով իրար հետ պայմանավորում ենք ինչ-որ գաղտնաբար, որ եթե ձեր ընտանիքի անդամը զանգի ու ինչ-որ տարօրինակ բաներ սկսի խոսել, դուք ասեք հլեն մեր բառը ասա, ինքը ասի խնձոր, դուք ասեք ոչ տանձեր ու դու ուրիշ մարդ ես, դու սուտացան ու խափլանն ես։ Դա դեռ կոնկրետ այս դեմքով փոխարինում այդքան շատ չի տարածված, դեռ այդքան հեշտ չի օգտագործվում, բայց բավականին արագ մտնելու է կյանք վատ առումով։ Ձայնի փոխակերպումը նույնպես արդեն օգտագործվում է, օրինակ այն զանգերը, որ ասում եմ զանգում են ինչ-որ թորնիկը իբր ընկել է վթարի մեջ, արդեն կան դեպքեր, երբ որ զանգում են ձենը կլոնավորած, այսինքն կոնկրետ մարդ լսում է, որ իսկապես իր թորնիկն է զանգել։ Գլոբալ առումով արհեստական բանականությունը, եթե մենք վերցնենք, ինչ ազդեցություն ունի, ցավոք սրտի այսօր օրինակ բազմաթիվ գործիքներ կան, անվճարից բռնած մինչև շատ քիչ գումար պահանջող, որոնք թույլ են տալիս օրինակ մարդու նկարը վերբեռնել և ստանալ վայրկյանների ընթացքում պոռնոգրաֆիկ նյութեր իրենց դեմքով, լուսանկարներից մինչև տեսանյութեր։ Ու սա այդ կիբեր շանտաժի տարբերակները, կիբեր վարկաբեկումի կամ հենց նույն դոդ երեխեքը մեկը մյուսի վրա դասարանում տենց բաներ անելու հնարավորությունները ահավոր ձևի հեշտացնում է և այստեղ ուղղակի անմիջական դրա դեմ պայքարի միջոցներ չկան։ Ինքը պետք է ուղղակի մենք ստեղծենք նենց հասարակություն, այդ նույն դասարաններում այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ երեխեքը սկսեն բանից
ամեն ինչի վրա տենց անառողջ ռեակցիաներ չտան, ամեն մի տեսանյութ որ տեսնեն, ավելի մեծագրագետ լինեն, ավելի անդուրժող, ուրիշ տարբերակ չկա, այսինքն այսեն դեպքը չի, որ դիմեք ոստիկանությունը գնա տեղում գտնի թե ով է այդ նկարը ստեղծել վերբերնել ինտերնետ, ցավոք սրտի ինտերնետային հանցագործությունները շատ դժվար բացահայտվող են, իսկ ամեն մի սենց դեպքի հետևից չի կարող ոստիկանությունը ընկնել։ Բայց ընդհանուր առմամբ արհեստական բանականությունը լիքը ուրիշ խնդիրներ է ստեղծելու, որոնք հենց կոնկրետ մեր թեմայից դուրս են, բայց այն որ օրինակ երեխեքը մանրից 1-2 տարվա մեջ ամեն ինչ արհեստական բանականությունով են հարցերը լուծելու, քիչ-քիչ սկսելու են ինքնուրույն չմտածել, որոշումներ չկայացնել, այդ լրջագույն պրոբլեմ է ու այստեղ հարցը անում է, որ էլի դպրոցի ուսերին է ընկնում, որ պետք է մենք մշակենք այնպիսի կրթություն, դաստիարակություն, մենակ կրթություն չի, այստեղ դաստիարակության հարց է, որ երեխեքը չդադարեն ինքնուրույն մտածել, որտեղ շատ արագ տալի, ոնց որ կալկուլյատորը մտավ, այլ հաշվել չեն կարողանում խանութներում, մաները վերադարձնելուց, այն ամենա 1000 դրամից 200 դրամ պետք է վերադարձնի, կալկուլյատորով է հաշվում մարդ, շուտով ուղղակի որոշում կայացնելն էլ ասենց կալկուլյատորով ելնելու, ոնց որ պետք է սա դեմը առնենք ու շատ բարդ է լինելու իսկապես։ Так, էլի հարցեր կան, զանգել են, ասել են իբր տվյալ անձն է գրողը Messenger-ի միջոցով։ Հա, տեսեք, այս արդեն դեպքեր կան, որ դա օգտագործվում է, մի քիչ կեղծելը դեմքը հմտություններ է դեռ պահանջում, բայց շատ արագ դառնալու է շատ տենց մատչելի երևույթ ու այն մարդիկ, որոնք այդ ծրագրերը սարքում են, իրանք էլ լավ պատկերացնում են, որ լիքը մարդ սա նույնիսկ ուղղակի ավեսի համար կօգտագործի ու դարձել է լավ բիզնես, այս կեղծիք սարքելը։ Ու նես չի, որ էլի սրա դեմն առնել կլինի, որովհետև Պանամայում նստած մեկ այդ կայքը սարքել է, ոչ մի բանով դու դեմն առնել չես կարող։ Մի հատ հարց ունենք այն մասին, թե եթե պայմանական մանկավարժները ինչ-որ հանդիպում են կազմակերպում երեխաների հետ զրուցելու, կոնկրետ ինչ թեմաների անդրադառնան, նվազագույն բաները անվտանգության, ռիսկերը խելու համար։ Տեսեք, եթե դա ամենալավ բանը ասեմ, ձևը, մեր այս կիբեր չաթը, որ մենք ստեղծել ենք, այս կայքը, որ Ալեքսը կներկայացնի, մենք այնտեղ այդ ամենահիմնական դեպքերը, որոնք հանդիպում են, գրել ենք, այնտեղ բաժին կա տենց channel-ի եթե, ու լուծումները։ Ուղղակի կարելի է սենց հերթով վրով անցնելով գնալ, որպեսզի երեխեքը, որ ասում են զգուշացված ես, ուրեմն զինված ես, որպեսզի երեխեքը ոնց որ արդեն զինված լինեն։ Մեր ուզած այն է, որ ուղղակի գործը չհասնի երեխուն օգնել, որպեսզի իրենք այնքան իմունիտետը թվային այնքան բարձրանա, որ ուղղակի ինքնապահպանությունը լինի այն մակարդակի, որ մեզ ոչ գրեն, ոչ զանգեն, որովհետև լինեն տենց անշար անվտանգ վիճակում, այնպես որ ինձ թվում է ամենալավ տարբերակը տենց վերցնել այդ քայլերով գնալն է, ու էլ եմ ասում, անընդհատ այդ գիծը տանել, որ երեխեքը կիսվեն, պատմեն դեպքերի մասին, որպեսզի մենակ չտանեն այդ փորձությունները իրենց մեջ, որովհետև գործը հասնում է ընդհանուր մինչև այն անդառնալի դեպքերի, չնայած տակը, որ դենց խորանում ես, լուրջ բան չէր, եթե ինչ-որ օգնող լիներ այդ պահի։ Թեկուզ հետը նստել խոսեր։ Մի հարց էլ ունենք, ինչպես ապահովել երեխաների թվային պաշտպանությունը, որ այդ գործընթացը չվերածվի չափազանց վերահսկողության, որը կարող է սահմանափակել նրանց ինքնուրույնությունը եւ անձնական տարածքի զարգացումը։ Ասես շատ լավ հարց է, բայց Դել Կարնեգի բանով չեմ ասում, այլ իսկապես լավ հարց է ու բարդ։
ես կասեի ամենաբարդագույն հարցերից է, որովհետև մի կողմից մենք ունենք մի բևեռ, որ երեխեն ինչ ուզում է թողանի, որ ցեն չի անում, թույն է հայատ չի իջնում, ոտը չի ջարդում, խուլրանների հետ չի շփվում, խուլիգանությունով չի զբաղվում ու ձեն չի հանում ու ինտերնետում է ու երևի շատ հետաքրքիր բաներ է սովորում, երևի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի վեբինարների է մասնակցում, բայց իրականում երեխան ինչով ասես զբաղված է այդ ընթացքում, այսինքն մի բևեռ է լրիվ անվերահսկելի վիճակն է, und որում այդ անվերահսկելիության մի պահն էլ է, որ ծնողը կարող է չի խորանում, չի հետաքրքրվում, չի ուզում իմանալ, այսինքն ծնողն էլ է անգրագիտության ճանապարհին ընկնում ու դա բերում է երեխան ինչ-որ լրիվ անթույլատրելի իրավիճակ։ Դա մյուս բևեռը, երբ որ երեխան ամեն ինչ արգելվում է, ու այստեղ իմ կարծիքով պետք է տարիքային սանդղակ լինի ինչ-որ Այսինքն առաջինը, ինչ պետք է անել, այդ ծնողը պետք է անցնի ինքնուրույն սովորի, որ ես ձեզ հավաստիացնում եմ, շատ հեշտ է հիմա արհեստական բանականության միջոցով կարելի է մտնել, ասել ինձ մի հատ բացատրի, ոնց միացնեմ ծնողական վերահսկողության ծրագրերը։ Այն ինչ որ ռուսերեն կոչվում է родительский control, անգլերեն կոչվում է parental control, մնացած լեզուներով չգիտեմ ոնց է կոչվում, բայց լավը ինչն է, որ սա բոլոր սարքերում իր գոնե բազային տարբերակը կա անվճար։ Android-ի մեջ կա Family Link-ը, Windows-ի մեջ կա, iPhone-ների մեջ կա։ Ուղղակի պետք է մի հատ ուսումնասիրել ու դուք կարող եք այդ դեպքում միացնել ժամային սահմանափակումներ, որ երեխան օրը այսքան ժամից կամ կես ժամից ավել չկարողանա օգտվել այսինչ բանից, այնինչ բանից, որ օրինակ ժամը 8-ից հետո չկարողանա խաղալ, որ նորմալ քնի, ինքնուրույն չկարողանա ամեն ինչ քաշել, տեղադրել, դուք պետք է թույլ տաք եւ այլն։ Այդ շատ կարևոր է, բայց այստեղ պետք է ոնց որ տարիքային բան կա։ Ու այստեղ սկսվում է ամենավիճելի բանը, որը ընդհանուր մինչև անդրադառնում է մեր կրթական ծրագրերի վրա, որովհետև տեսեք ինֆորմատիկա կամ համակարգչային ընտրությունները առաջ 9-րդ 7-րդ դասարանից էր, հիմա 2-րդից է, այստեղ լիքը հաց կա, լիքը բան կարելի է վիճել, իմ մոտեցումը այն է, որ երեխան պետք է ինտերնետից սկսի օգտվել, երբ որ ինքը գործնական օգտվելու բան ունի։ Այսինքն իմ կարծիքով օրինակ 6 տարեկան երեխան ինտերնետում բան ու գործ չունի անելու, մաքսիմում ինքը կարող է ինչ-որ լավ մուլտֆիլմներ նայել, ընդ որում ծնողը պետք է ոնց որ գրաքննություն անցնի ծնողի կողմից, այլ ոչ թե միացնի смотреть лучший мультик сегодня, ու ինչ գա այդ երեխան նայի, ինչ-որ ահավոր ՃԶՎԶ ձեներով անճաշակ բաներ։ Մյուս հարցը դա օրինակ սոցցանցերը։ Ենթադրենք օրինակ ԱՄՆ-ում շատ պարզ է, այնտեղ կա հստակ օրենք 13 տարեկանից ցածր արգելվում է։ Ուրիշ հաց, որ երեխեքը փորձում են, sense մտնում են, ճողոպում են, նշում են օրինակ 95 տարեկան են ու գրանցվում են։ Բայց եթե բռնացրեց հարթակը, արգելափակում է։ Ավստրալիայում նոր օրենք է մտել, որը պետք է որ այս հունվարից սկսի գործել, իրենք սոցցանցերին պարտադրելու են, որպեսզի ստուգի տարիքը ու 16-ից ցածր արգելք է մտնելու։ Այս ինձ թվում է շատ է, բայց առնվազն ամեն ինչի նպատակահարմարության հարց կա։ Օրինակ, ենթադրենք 8 տարեկան երեխան սոցիալական ցանցը ինչի համար է պետք է։ Արդյոք ինքը ունի սոցիալիզացիայի խնդիր, գնա թող գնա իր ընկերների հետ խաղա։ Արդյոք ինքը կտրված է զգում իրան ուրիշներից ու դրա համար պետք է չաթով շփվի 8 տարեկան երեխան ինձ թվում է անառողջ չէ, որ օգտվի սոցիալական ցանցերից, բայց 15-16 տարեկանին կտրել դրանից Դա լավին հակառակն է լինում, այսինքն իսկապես կարող է սոցիալիզացիայից կտրեք, մենք պետք է գանք հասկանանք, որ այսօր դա կյանքի մի մաս է դարձել։ Բայց ելի եմ ասում, սա շատ վիճելի թեմա է, տարբեր մարդիկ շատ տարբեր կարծիքներ ունեն ու այստեղ կարելի է իրար ծեծել ընդհուպ մինչև, տենց էլ չգալով մի կարծիքի, ոնց որ օրինակ այն առաջին դասարանի դասագրքերում QR կոդը։ Պետք է լինի այնտեղ
հետ չպետք է լինի ընդհանրապես եւ այլն այս տիպի բարձրեն անդադ առաջանալու ու մենք տեսնում ենք որ աշխարհում էլ մոտեցումները միանշանակ չեն այդ Ավստրալիայի օրինակը ձեզ կա Թուրքիայում մենի միջոցում էլի 16 տարեկանից թույլ տվությունը մտցնել եւ այլն օրինակ Հայաստանը կարող է այդպես որոշում կայացնի բայց կարող է հարթակները մեզ արհամար են այդել հաշվի առել որ մենք այնքան փոքր ենք իրենց հետաքրքիր չենք կարող է ոչ էլ լսեն մեր որոշումները ու դրանք մնան թղթի վրա եթե հանգարց այդպես որոշում կայացվի այնպես որ այս այն հարցն է որը երևի թե պարտադրում է հանրային քննարկումներ վեճեր բուրըն վեճեր որպեսզի ինչ որ մի բանի գանք ասացի ես մենակ իմ կարծիքն եմ այստեղ ասում ու բայց դե փաստա որ եթե երեխան երկար է ցանցում նստած կամ խաղեր է խաղում ստոմա լավ մանկավարժը աչքով տեսնում է այդ երեխու վրա երկար օգտվելու հետևանքները ոչ դրական հատկապես եթե ինչքան ավելի փոքր է երեխան այդքան ավելի հստակ է երևում Շատ լավ, կարծում եմ այսքանով այս առաջի հատվածը, քանի որ ինքը որպես դասընթաց չէր մեզ մոտ մշակված, այլ ավելի շատ իրազեկման գործընթաց, կարող ենք ամփոփել։ Շնորհակալություն որ դիմացաք, չնայած կարող է ինչ-որ մարդիկ քնել են չեմ տեսել։ Մենք հիմա կշարունակենք, ձեզ կներկայացնենք կիբերչատ հարթակը, եթե դուք ունեք հարցեր, որոնք որ այս ընթացքում չբարձրաձայնեցիք կամ չգիտեմ, կան խնդիրներ, որոնք որ ավելի անհատապես քննարկելու թեմաներ են, կարող եք նաև կիբերչատի միջոցով կապի դուրս գալ մեզ հետ, ելի մենք ենք արձագանքելու, բայց մի հարց ունենք, ոնց որ Վարշրամ Ադամյանը ձեռք է բարձրացրել, Վարշրամ ջան, կարող եք հարցնել ձեր հարցը։ Լսվում է իմ ձայնը։ Այո։ Անկեղծ ասած ես կուզեի հարցս պարոն Մարտիրոսյանին ուղղեի։ Ես նաև ասեմ, որ համահայկական ուժների գիտաժողովին եմ ես հարցը բարձրացրել, բայց այդպես էլ պատասխանը չեմ ստացել։ Մենք հիմա խոսում ենք կիբեր, այսպես ասենք, խարդախություններին, որ կարող երեխաները թիրախ դառնան, բայց ինձ թվում է, որ շատ կարևոր բան ենք բաց թողել, մասնավորապես ինչ ազդեցություն է առհասարակ թողնում օրինակ բջջային հեռախոսը նամանավանդ դեռահաս երեխաների վրա ու օրինակ նախարարությունը որ ցածր դասարանի, չգիտեմ, 3-4 դասարանի դասագրքերում QR կոդեր է մտցրել, այդ երեխան մեծամասամբ ուզի հեռախոսով է բացելու։ Արդյոք ուսումնասիրություններ արել են, թե ինչ ազդեցություն թողնի այդ երեխաների առողջության վրա ու ինչի գիտենալով որ դա շատ վնաս է, այնուամենայնիվ շարունակում են այդպիսի գրքեր հրատարակել, ստիպել երեխաներին, որ պարտադիր ինքը ոնց որ մուտք գործի ինտերնետ։ Շնորհակալություն։ Տեսեք, ես մի քիչ անդրադարձա, բայց եթե այտենց խոսենք, հեռախոսները երեխեքի վրա թողնում են լուրջ հետևանք։ Ամենապրիմիտիվ բանը օրինակը բերեմ, Հայաստան այդ ուսումնասիրությունը չի արվել, բայց ԱՄՆ-ում օրինակ արվել է, որ միջին դեռահասը օրվա մեջ հեռախոսի վրա ստանում է մոտ 200 ծանոթություն։ Ուղղակի ծանկ, ինչ որ ստերից մի բան եկավ, էս մի հավելվածը ծանոթություն եկավ։ Դուք հասկանում եք, չէ՞, որ դա առնվազն երեխան ավելի նյարդային է դարձնում, քան եթե ինքը դա չունենար ու բնության գրքին ծառի տակ նստած լիներ։ Այսինքն անընդհատ երեխան սենց կողքից մեկը բզում է ու ուշադրության խնդիր է առաջանում ու հիպերակտիվության դա էլ է փաստ, որ հասարակությունը շատ արագ գնում է դեպի ավելի հիպերակտիվություն ու ուշադրության պակաս ու հիշողության վրա է ազդում հեռախոսը ու ինչքան ավելի երեխան փոքր է, այդքան ավելի անկայուն հոգեկան վիճակում է գտնվում այս դրսի ագրեսիվ ազդեցության տակ, այնպես որ
Իմ կարծիքով սմարթֆոնները փոքր երեխեքի վրա ունեն միայն բացասական ազդեցություն ու ես չգիտեմ ոչ մի դրական ազդեցություն, այսինքն դարենք 7-8 տարեկան երեխան ինչ կարող է դրական լինի iPhone ունենալուց։ Ահա գիտեք, ասեք ես էլ ուրախանամ, բայց այն որ բացասական բաներ կան, ակնհայտ է, այն որ եթե դասի ժամանակ թողես դեռ հեռախոսը լինի, դա ինձ թվում է բոլոր ներկաները չեմ էլ ուզում բացատրեմ, ամոթել է, բոլորը դե շատ լավ գիտեք, անհնարին է դառնում դասը։ Ես այս բանին ասում եմ որպես դպրոցում դաս տվող։ Եվ ակնհայտ է, որ սոցցանցերը բերում են նրան, որ երեխեքի մոտ շատ յուրահատուկ փոփոխություններ են լինում, օրինակ եթե իրանք անընդհատ նայում են շորթերը կամ ռիլերը, այսինքն կարճ տեսանյութեր են, որոնք անընդհատ թզբեղի պես ամենանում թերթում են, դա բերում է նրան, որ իրանք օրվա մեջ ահռելի քանակի չստուգված, չմարսած տեղեկատվություն են կլանում, ոչ էլ հասցնում են ինչ-որ հետևանքներ ունենալ, այդ ամեն ինչը ինչ-որ նստված կա թողում ու մեծ հաշվով մենք նույնիսկ նորմալ չգիտենք ինչ հետևանքներ է թողում, շատ պարզ պատճառով, այս ամեն ինչ այնքան նոր է, որ նորմալ ուսումնասիրված չէ, ուղղակի չկա պատմական փորձ։ Մենք կարող ենք ենթադրել, որ սենց հետևանք կարող է թողնի, հենց հետևանք թողնի, բայց մեծ հաշվով 10 տարվա բան է, ամբողջ քաղաքակրթությունը դեռ այս ամեն ինչը ոչ հասցրել է հասկանա ինչ հետևանք ունենա, առավել էս, որ այդ հետևանքները կարող լինեն 40 տարի հետո մարդու։ Նույնը ոնց որ արդեն տասնամյակներ ուսումնասիրվում է, թե բջջային հեռախոս ուղեղի վրա ազդեցություն ունի, թե չէ։ Ենթադրաբար չունի, բայց էլի ժամկետը ուսումնասիրության քիչ է, ու կարող է 50 տարի հետո պարզվի, ես եմ, պոզեր են աճել մեր գլխին, անկապ բաներ եմ ասում, բայց ինձ թվում է հասկանալի է։ Նայած որ բարդ հարց է ու ես QR կոդ չէի դնի դասագրքերում։ Իմ համար դա էսթետիկայի հարց է, բայց ամեն դեպքում մենք հիմա ունենք դա ու պետք է տակից դուրս գանք։ Այսինքն ինչ որ հարցեր կան, որ ուղղակի իրավիճակը այդպես է, ու մենք պետք է հասկանանք, թե ինչ անենք, ու կարծում եմ, որ պետք է ընդհանրապես փորձել մի քիչ ոնց որ ասած մարդկայինը մաքսիմալ շատ բարել, տեխնիկան չդառնա մեր հիմնական շրջապատը, էլի։ Շնորհակալություն Սամվել ջան, առաջարկում եմ հիմա կիսվեմ կիբերչաթի մեր պլատֆորմի մասին տեղերով ու կրկնում եմ իհարկե, եթե դուք կունենաք հարցեր թե այսօրվա մեր քննարկած թեմաների հետ կապված կամ առհասարակ ոլորտի հետ կապված, անպայման կիբերչաթի միջոցով կարող եք կապի դուրս գալ մեզ հետ։ Իմ էկրանը երևում է։ Տեսեք, սա կիբերչաթի հարթակն է, մեր սլայդի բոլոր սայքներում նաև հղումը կար, chat.cyberhub.am, սկզբի հատվածում մենք նաև բացատրական տեսանյութ ունենք, որը եթե չգիտեմ, դասարանում դուք որոշում եք ծնողների հետ կամ երեխաների հետ թվային անվտանգության թեմայով ինչ-որ զրույց ունենալ, նույնիսկ այս տեսանյութը կարող եք օգտագործել որպես կիբերչաթը գործիք օգտագործելու բացատրական նյութ։ Մենք ունենք այստեղ ինչ անել, եթե բաժին, ամենակարևոր բաժինը սա է, ես նկատեցի պարբերաբար մանկավարժները մեզ գրում են, արդյոք մենք կկիսվենք սայիկաշարով իրենց հետ, իրականում սայիկաշարը իրազեկման բնույթ կրող, Սամվելը լավ նշեց, պոստերների շարք է, այսինքն կրթական բաղադրիչ սահիկներում որպես այդպեսին չկա, բայց եթե դուք մտնեք կիբերչաթի ինչ անել, եթե բաժինը եւ հերթով դեպքերի դասակարգման մեր բաժիններով անցնեք, այնտեղ ամբողջությամբ ուսումնական նյութեր են, որոնցից յուրաքանչյուրը կարող է առանձին դասընթացի թեմա լինել ձեզ համար։
Տեսեք, ինչ անել, եթե բաժնում մեզ մոտ ներկայացված են հիմնական այն դեպքերը, որոնք որ պատահում են երեխաների ու դեռահասների հետ եւ յուրաքանչյուր դեպք իր զարգացումներն ունի։ Նախ ասեմ, որ կայքի այս բաժնի բովանդակությունը հարմարեցված է երեխաների, դեռահասների եւ ծնողների մեծահասակների համար, հա։ Երբ որ առաջին անգամ մտնում եք ու ուզում եք որևէ դեպքի զարգացումներով առաջ շարժվել, ինքը հարցնում է ով է մեզ դիմում, հա, ըստ այդմ տեքստը փոխվում է կախված նրանից երեխա է կայքում, թե մեծահասակ։ Տեսեք, կոտրել են օգտահաշիվս, կոտրել են օգտահաշիվս ու շանտաժի են ենթարկում, իմ նկարները տարածել են առանց թույլտվության, տարածել են ինձ վարկաբեկող լուսանկարներ, խմբագրված վիզուալ նյութեր, անհանգստանում եմ առցանց տիրույթում երեխայի անվտանգության համար կիբերբուլինգի եմ ենթարկվում, սեռական հետապնդման եմ ենթարկվում, սրանք են հիմնական 7 դասակարգումներն են դեպքերի, որոնք որ մենք առանձնացրել ենք եւ ինչպես նշեցի, յուրաքանչյուր դեպքի վրա, երբ որ մենք կլիկ ենք անում, բացվում են հնարավոր զարգացումներ, հա։ Այստեղ դուք կարող եք գտնել ձեզ ամենահարմար տարբերակը ու դեպքին առնչվող, հա, եւ տեսնել, թե ինչ հուշումներ ենք մենք տալիս։ Պայմանական, եթե մենք առաջ ենք շարժվում այս զարգացումներից մեկով, մեզ մոտ բացվում է մի պատուհան, որտեղ որ մենք հնարավորություն ունենք 3 ձևաչափով լուծումներ տեսնել ու ծանոթանալ դրանց։ Առաջինը դա տեխնիկական լուծումներն են ու այստեղ օրինակ կոնկրետ այս դեպքի համար Instagram-ի, Facebook-ի, TikTok-ի, Snapchat-ի համար քայլ առ քայլ գրված են, թե ինչ գործողությունների հաջորդականությամբ է պետք հասնել տվյալ լուծմանը։ Ունենք իրավական լուծման բաղադրիչ, որտեղ որ արդեն ներկայացվում է, թե իրավական ինչ գործընթացներով կարելի է հարցին լուծում տալ, ինչ թեժ գծեր կամ ծառայություններ կան, որոնց կարելի է դիմել կախված հարցի բարդությունից, եւ ունենք հոգեբանական լուծման դաշտ, որտեղ որ շատ չասեմ մակերեսային, բայց շատ կոնկրետ եւ կարճ ներկայացված է, թե ինչպես կարող է մեծահասակը կամ երեխան հասկանալ, որ տվյալ դեպքի առնչությամբ կա հոգեբանական ինչ-որ խնդիր, այսինքն նույնականացնել խնդրի գոյությունը եւ ինչ կարճ լուծումներ կոնկրետ հա առաջարկներ ենք մենք տալիս դրանց ուղղությամբ։ Զուգահեռ այս տեքստային բովանդակությանը աչհատվածում կան նաեւ տեսանյութի, հա, ռիլ ձևաչափով բացատրություններ, որոնք եւս երեխաներին կարող է ավելի հետաքրքիր լինի այս ձևաչափը, եթե դուք փորձում եք ինչ որ դասընթաց կամ սեմինար իրականացնել իրենց կամ ծնողների համար, ցույց տալով նաև ինտերակտիվ կրթական նյութեր։ Բացի այդ, մենք ունենք ռեսուրսների բաժին, որտեղ որ առանձին դասակարգմամբ հավաքված են UNICEF-ի տեքստային, հա, ռեսուրսները, UNICEF-ի YouTube-յան ալիքի կրթական տեսանյութերը ամենատարբեր թեմաները, որոնք վստահաբար շատ հետաքրքիր են լինելու, Baby Safe հարթակը, որը նույնպես UNICEF-ի ստեղծած, հա, այսպես ասեմ, արտադրանքն է, դրական երեխաների հետ ծնողավարության թեմայով պլատֆորմ է որպես այդպեսին եւ Cyber Hub-ի նյութերը, որոնք տեխնիկական բնույթ կրող հրապարակումներ են ու պայմանական, չգիտեմ, եթե ինչ որ շրջանում սկսում են Viber կոտրել, այստեղ մենք հոդված ունենք, թե ինչպես կարելի է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի ռիսկը կանխարգելվի, հա, այսինքն այս հատվածում ավելի տեխնիկական հրապարակումներ են, որոնք տարբեր իրավիճակներում կարող են օգտակար լինել օգտագործման համար։ Ներքևում ունենք նաև բառարան, եւ ինչ անել, եթե բաժնում, եթե այս բառերից որևէ մեկի վրա դուք կլիկ անեք, տեղում ինքը նաև բացատրությունն է բերելու, որպեսզի նաև ինչ որ առումով չստիպենք, չպարտադրենք մարդկանց, որ իրենք իրազեկված լինեն մեր տերմինաբանությունից, հա, փորձել ենք հեշտացնել այս գործիքից օգտվելու հնարավորությունները։ Մեր մասին բաժնում շատ հակիրճ ներկայացրել ենք, թե ովքեր ենք մենք եւ որն է մեր նպատակը, եւ մենք ունենք հետադարձ կապ, որտեղ որ արդեն ներկայացված են, թե ինչ ձևաչափերով է հնարավոր մեզ հետ կապի դուրս գալ։ Մենք ունենք թեժ գծի հեռախոսահամար, որը հասանելի է 24/7 ձևաչափով, մեզ կարելի է գրել կամ զանգել WhatsApp-ով, Telegram-ով նույնը, հա,
Մենք ունենք Facebook, ունենք Instagram, ունենք YouTube, ունենք TikTok, ունենք Snapchat, մի քիչ երկար թվարկեցի, բայց մենք փորձել ենք հնարավորինս բազմազան հարթակներում ներկայացված լինենք, որ կախված հարթակից մեր հետ կապի դուրս գալը հեշտ լինի, արդյունավետ լինի, ու մենք կարողանանք հնարավորինս աջակցել երեխաներին, դեռահասներին կամ երեխաների եւ դեռահասների հետ կապված հարցերով ծնողներին, մանկավարժներին կամ օրինական խնամակալներին, այսպես ասեմ։ Սա այն հիմնական գործիքն է, որ մենք ստեղծել ենք ու որը ուզում էի ներկայացնել ձեզ, հուսամ անպայման կօգտագործեք, ընդ որում տեղեկացնեմ, որ շուտով նաև կզնակ հիմնադրամի աջակցությամբ մենք իրազեկման պաստառներ ենք ունենալու, որոնք հասցվելու են ֆիզիկապես, բոլոր դպրոցներ Հայաստանի կիբերչաթ հարթակի մասին է ինքը, երկու պաստառ ենք ունենալու, մեկում ներկայացված են լինելու խնդիրները, մյուսում թե ինչպես կարող են կապի դուրս գալ մեզ հետ։ Հիմնականում այսքանն էր, ինչով որ կուզենայի կիսվել, եւ ես այստեղ երկու ձեռք եմ տեսնում։ Ավետիսյան Աննա, դուք կարող եք խոսել, եթե որևէ հարց ունեք։ Բիայնա Ասերյան, ովքեր որ ձեռք են բարձրացրել, խոսելու հնարավորություն ունեն, կարող եք ձեր հարցերը տալ։ Լավ, իսկ իմ գործընկերները, եթե ինչ-որ գրավոր հարցեր ունեն, որոնցով որ կարող են կիսվել, արձագանքենք։ Հա, մենք հարց ունենք չաթում Սյուզաննա Հովսեփյանի կողմից, իսկ արդյոք բոլոր սովորողները կարող են օգտվել, արդյոք ծնողները նույնպես կարող են օգտվել եւ ինքնաթիռ։ Այո, ինչպես ես նշեցի, սա կիբերչատի հարթակը շատ մեծ կրթական բովանդակություն պարունակող պլատֆորմ է, ինքը հասանելի է chat.cyberhub.am հասցեով, ու ամբողջությամբ բաց է, հասանելի է, այսինքն պարտադիր չէ, որ ինչ-որ դեպք լինի, որ մարդիկ կան կայքում ծանոթանան, թե ինչպես հաղթահարել խնդիրը, կարելի է իրեն օգտագործել որպես կրթական ռեսուրս, իրազեկման ռեսուրս, այսպես ասված։ Եվս մեկ հարց ունենք Սինա Ռադավցյանի կողմից, իսկ հնարավոր չէ համացանց տրամադրող կազմակերպությունը հնարավորություն տար սահմանափակել, այլ ոչ թե հույսներս տնենք սոցհարթակների վրա։ Մի քիչ հարցը ինձ համար այդքան էլ պարզ չէ, այսինքն սահմանափակումներ մտցվեն, ավելի մեծ կազմակերպությունների կողմից, որոնք որ համացանցի որպես ռեսուրս հասանելիություն ունեն, չէ, հնարավոր չէ, որովհետև աշխարհի ամենազարգացած երկրներում էլ կրթական նաև զարգացած երկրներում, որ հայտնի է Ֆինլանդիան, Նորվեգիան, Էստոնիան, ամենաառաջատար փորձառություն ունեցող երկրներն են այս ոլորտում, այնտեղ նույնպես այս խնդիրները կան ու սրանք մարտահրավերներ են, որոնց որ մենք պետք է ինչ-որ առումով նաև պատրաստվենք։ Շատ լավ, քանի որ դեռ մենք հնարավորություն ունենալու ենք էլի հանդիպելու, ինչպես նշեցի ես, երկուշաբթի օրը, սեպտեմբերի 29-ին նույն ժամին, 4-ին մենք կունենանք հանդիպում կիբերբուլինգի թեմայով եւ հոկտեմբերի 7-ին ժամը 4-ին կունենանք անձնական տվյալների պաշտպանության թեմայով, որը արդեն մեր իրավաբանն է վարելու, այդտեղ նաև ինքը կխոսի եւ տեղական եւ միջազգային օրենսդրության մասին եւ երեխայի լավագույն շահի սկզբունքի մասին, որովհետեւ շատ խնդրահարույց դեպքեր են լինում, որովհետեւ երբ որ բանը հասնում է օրենքին, օրինակ ծնողը պիտի երեխայի իրավունքները ներկայացնի, տարբեր մարմիններում շատ խնդրահարույց դեպքեր կան, եւ ոչ թե նաեւ այդ թեմային է անդրադառնալու, իսկ ինձ մնում է միայն հուշել, որ երբ որ մենք ավարտենք այս վեբինարը, ձեր պատուհաններին հայտնվելու է 3 թե 4 թեստային հարց, ուղղակի պետք է խնդրենք, որպեսզի դուք գնահատումը անեք, որպեսզի մենք կարողանանք նաև
դրանցից որոշակի եզրակացություններ անել ու բարելավել մեր հետագա եւ հանդիպումները եւ աջակցության տեսակները։ Հուսամ հետաքրքիր էր, օգտակար էր ձեզ համար։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ միացաք մեր հանդիպմանը։ Ձեզ ցանկանում եմ լավ հանգստյան օրեր, կհանդիպենք երկուշաբթի։